բավականին մեծ կյանք անցանք, որ իր ներդրումը շատ մեծ է։ Մինչև հիմա արդեն քանի տարի ինքը մեզ հետ չի, բայց վերականգնում ենք իր ապարերը, անպայման պետք է լինի բոլոր համերգներին, ապարի մեջ գագաթնակետ չկա, բայց ինքը ձգտում էր հասներ այդ գագաթնակետին, որ դա ամեն ինչը լավ լինի։ Ինքը ունի խանդավառություն էր, փորձի ընթացքում ինքը ոգևորող էր, ոչ թե խիստ, այլ պահանջկոտ, նորից եմ կրկնում, ոգևորող, հույս տվող, այդ իր պահանջկոտությունը քեզ միշտ զգոն էր պահում։ Ես նոր եմ արվեստի ուսումնարան ավարտել, որոշել էի, որ բարը թողնելու եմ, բայց վերադարձա նորից պրոֆեսիոնալ բեմ Խաչիկյանի շնորհիվ։ Ինքը մեզ համար ուղղակի փորձավար չի եղել, ղեկավար չի եղել, ինքը մեզ համար ծնողի պես հոգատար, ընկերոջ պես մտերիմ, կարողանում էր մեր հետ կիսել թե մեր ուրախությունները, թե տխրությունները, միշտ մեզ հետ։ Միշտ ասում էր, որ այս կյանքում անփոխարինելի մարդ չկա, բայց երբ եկավ ժամանակը, որ մենք հասկացանք, որ առանց իրեն մենք չենք կարող, ու հիմա կարծում եմ, որ իր խոսքը կարող եմ ասել, որ սխալ էր։ Ինքը այն մարդն էր, որ իր տեղը դատարկ մնաց։ Հենց առաջի օրվանից Խաչիկյանը իմ համար դարձավ ոչ թե բալետմեստր, ոչ թե փորձավար, ոչ թե ավագ ընկեր, նույնիսկ ինքը դարձավ մեր առօրյայի, մեր կյանքի անբաժան մասը։ 3 պետական կոլեկտիվների համերգներ, մեր արտիստական կազմը, պարողների կազմը շատ տխուր էինք, որովհետև պարոն Խաչիկյանը հիվանդանոցում էր ու գիտեինք, որ վիճակը շատ վատ է։ Ետնաբեմում էինք, թատրոնի արտիստներից մեկն եկավ, ասեց, ձեր պարոն Խաչիկյանը այնտեղ դիմացի կուլիսում նստած է։ Չեք խոսում, կարա կուլիսներում նստած լինի, գիտենք հիվանդանոցում է, նոր ենք խոսացել, անգամ եթե չեմ սխալվում, զանգով խոսացել ենք, ճշտել ենք, որ հիվանդանոցում է։ Բայց թե չի հաստատ ձեր պարոն Խաչիկյանն է։ Ինքը նայեցիք, տեսանք, իրոք այնտեղ իր հիմնական տեղում նստած էր, ժպիտով մեզ էր նայում։ Սաղ սխառնվել ենք իրար, գնացել ենք, փախել էր հիվանդանոցից։ Հիվանդանոցից փախել էր, եկել էր, ասում էր ոնց կարամ իմ երեխեքի կողքը չլինեմ սենց կարևոր պատասխանատու համերգին։ Ռոմեո Ջուլիետի մեջ ինքը Մերկուցո ես ունեց շատ կարճ եմ ասում, շատ դեպք պատահեց, մեկին շպագայով վնասեցի։ Մեկին շպագայով վնասեցի բեմում, մեկը սենց եկավ ասեց, լսում ես սրա ասեց, ինձանից 2 տարի մեծ էր, չէ, ասում եմ, լսում ես սրա, հանկարծարան ձեր չգցես, ասում եմ, բանի օրը, ասել, շպագով ծակեց, ասում եմ, Խաչիկյան, շպագյանս լավ բանով, իզոլացիոնով պատատել եմ, դա համար չի լինի, սենց եմ, հանի հետ իզոլացիոն ասեց, արա, քորս չունես։ Ծնունդը պատմեմ, որ ոտը սղած ընկա։ Ծնունդը է, որ սալյուտը բացեցի ընկավրել։ Աղջի է, ասում էր։ Քանի որ ինքը մեզ շատ էր սիրում, դրա մասին ինքը թաքցնում էր, բայց մենք գիտեինք, որ ինքը մեզ շատ է սիրում։ Մենակ ասում էր, այսքան տալիս եմ, այսքան եք ուզում, այսինքն արդեն երես եք էլի առել, ես այսքան տալիս եմ, բայց դուք այսքան եք ուզում։ Ինքը շատ թեվավոր խոսքեր ուներ։ Խաչի հիմնազորությունը ես գիտեմ, ինքը գիտեր բեմի վրա ով ինչ անելու, ու հանկարծ եթե իր ասածը եղել է, գալի կանգնել, խաչը վկա ես գիտեի, որ տենց անելու, այսինքն չեմ զարմացել էլի։ Ճանապարհորդությունից մեկի ժամանակ պետք է տեղափոխվենք մի քաղաքից մյուս քաղաքը, ավտոբուսը հյուրանոցի բակում սպասում էր եւ ամեն անգամ ինչ որ մեկը ուշանում էր, բայց այդ անգամ ուշացողը Ընկեր Խաչիկյանն էր, ավելի ուշ պարզ դարձավ, որ Ընկեր Խաչիկյանը ուշացել էր, քանի որ մնացել էր վերելակում, դասից առաջ կամ դասի ընթացքում զանգում էր, դասի ընթացքում չի կարողանում հեռախոսին պատասխանել Եվ գիտեի, որ տեսնում եմ, որ ինքն է զանգում, բայց չեմ կարողանում պատասխանել։ Մեկ էլ 5 րոպե հետո գալիս էր դուռը սենց բացում էր, ասում էր, ես քեզ չեմ ասել հեռախոսը նենց արա կախի վզիցս, որ լավ լսես։ Միշտ հումորով, միշտ ուրախ, միշտ տրամադրող։ Նոր է ընդունվել անսամբլ, ավելի շուտ չի ընդունվել պրակտիկանտ է, երևի ուսումնարանն էլ չէի ավարտել, հենց էր ստացվել, որ ուսումնարանի համերգն ու երկիպարի համերգը մի օրվա տարբերությունով էր։ Ու ես ներգրաված էի մի 2 համարների մեջ, Սարերի ողներ, հենց էր ստացվել, որ ուսումնարանում ուրիշ տեղ էր տեղս, երկիպարում ուրիշ տեղ էր տեղս։ Ու փորձերից մեկի ժամանակ, բեմական փորձեր, եթե չեմ սխալվում, սխալ անցա,
շարժումը սխալ ուղղությամբ վարեցի, ամբողջ դահլիճով պարոն Խաչիկյանի ձայներ, գոռաց. «Սոնա է, աղջի է, 10 տարի այս անսամբլում պարում ես, մինչև հիմա չգիտես, որ կամ պիտի գնաս»։ Ու ես այդ պահից Խաչիկյան, բայց ես մի շաբաթ ինչ գալիս եմ։ Զանգահարում է իրեն ինչ-որ հարցով, միշտ հեռախոսին պատասխանում էր, ասում է ընկեր Խաչիկյան Լիլիթն է, խմբում ևս մի Լիլիթ ունեինք, ասում էր որ Լիլիթը, ասում է Բոյով Լիլիթը, Բոյովը ո՞րն էր, ասում եմ Կարայան Լիլիթը, մի խոսքով ինքը այդ ընթացքը այնքան էր շարունակում, մինչև որ ես կասեմ Չաղ Լիլիթը։ Ու դրանից հետո արդեն սովորել էի, այդքան չէի ծկում, մի անգամից զանգում է, ասում է պարոն Խաչիկյան, Չաղ Լիլիթն է, ինքը սենց ունենց ոգևորվում էր այդ իմ ասածից, սիրում էր, որ ես դա ընդունում եմ, որ ես ինչ-որտեղ խոշոր եմ մնացածից։ Ուզում եմ ասել, որ շնորհակալ եմ, որ այսօր ես կամ, մինչև այսօր գտնվում եմ բեմում եւ նրա շնորհիվ ես ապարում եմ։ Ես կուզեի ինքը իմանալ, որ մենք իրանով ուղղակի միշտ հպարտ ենք ու մենք իրեն շատ ենք սիրում։ Շատ մեծ ցանկություն ունենայի հիմա տեսնելու իրեն։ Միակ բանը, որ կարող եմ ասել, շնորհակալություն, որ այդքան մեծատառով մարդ, վարպետ ու այսքան իր կյանքը տվեց մեզ, ջանք ու եռանդ չի խնայել, մեր ամենանեղ ու վատ օրերին մեր կողքին է միշտ եղել, ընդառաջել է ամեն հարցով։ Ես հարկ եմ տալիս Աստծուն, որ ճանաչել եմ ու ունեմ իր նման մարդ իմ կյանքում։ Խաչիկյան, քանի դու կայր, ես ինձ մանուկ եմ զգում, փոքր եմ զգում, երեխա եմ զգում կողքին, որովհետև մենք ճանաչել ենք այդ ժամանակվանից իրար։ Ես երեխա, դու հասուն տղամարդ եւ փորձավար։ Ու իրոք այդպես էր։ Իր ներկայությամբ ես ինձ միշտ երեխա եմ զգում։ Երան դու լինեիր, ես ինձ երեխա զգայի։ Չենք պատկերացել անսամբլ առանց Գեր Խաչիկյանի, որովհետև մեզ մոտ այնպիսի տպավորություն է, որ ինքը միշտ լինելու է անսամբլում, միշտ։ Մենք չենք պատկերացել, որ կլինի մի օր բաժանում, ու այնտեղ սենց ցավոտ բաժանում։ Դուք մեծ շատ եք պակասում։ Ձեր տեղը միշտ դատական մնալու։ Ես կուզեի ինքը իմանալ, որ ինքը մեր համար միշտ կլինի անփոխարինելի մարդ, այդքանը իմացի, Խաչիկյան։ Առավոտյան հեռախոսով խոսեցինք հետ։ Ասեց Դիվանյան, հեսա գալիս եմ մի քիչ հետո դպրոց եմ գալի բան եմ անում, բայց այդ դուրը չի կամի։ Առավոտյան երկիպարի անսամբլում էինք փորձի, դո որ դուրս եկանք պիտի միասին գայինք այստեղ դասի, ասեց Սուսիկ ջան, այսօր չգամ էլի, լավ չեմ զգում, ասի Խաչիկյան գնա տուն հանգստացի։ Ես դասը կանցկացնեմ, ավարտական կուրս ունեինք, ես դասը կանցկացնեմ։ Եվ երեկոյան արդեն պարոն Ոսկանյանը զանգեց, բա Սուսիկ Խաչիկյանն չկա էլ։ Մեր Սաննան զանգում, ասում է գիտես որ Խաչիկյանը մահացել, ասում ոնց էր ասում։ 2 ժամ առաջ եմ խոսած այդ հետը։ Այդ էցել է պատահական բոլորիս համար ոնց որ չգիտեմ ինչ։ Շատ շուտ գնաց, շատ շուտ։ Ավաղ։ Գլխավոր բալետմայստեր, մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Խաչիկյան։ Ժողովրդական երաժշտության եւ բարի ազգային կենտրոն